2015 թվականին ընդունվեց ներկայումս գործող երրորդ ռազմավարությունը 2015-18 թվականների համար։ Այս ռազմավարության մեջ արդեն առաջին անգամ առանձնացվեցին 4 ոլորտներ, եթե նախորդ ռազմավարությունները ընդգրկուն էին, բոլոր ոլորտներին էին գրեթե առնչվում, այստեղ կառավարության մոտեցումը մի փոքր փոխվեց, նշվեց, որ կարևոր է կենտրոնանալ մի քանի ոլորտի վրա, ձեռք բերել հաջողություններ, հետո անցնել առաջ։ Եվ դրանց շարքում նաև ռազմավարության մեջ երևի պատահական չէ, որ առաջինը նշված էր կրթության անունը, կրթության ոլորտը։ Դժվար է ասել այն պատճառը, որ կառավարության կողմից դիտարկվում էր որպես առավել կոռումպացված, թե այն պատճառը, որ կրթությունը ուղղակի կարևորում էր որպես հիմնարար ոլորտներից մեկը։ 4 ոլորտները տեսնում եք էկրանին՝ կրթություն, ոստիկանություն, պետական եկամուտներ, առողջապահություն։ Եվ նաև սա էր պատճառներից մեկը, որ մեր հետազոտության շրջանակներում բնականաբար անդրադառնում են կրթության խնդրին։ Մի խնդիր, որ մինչ այժմ չնայած կա ռազմավարությունը, բայց միջոցառումների ծրագիրը այդպես էլ հաստատված չէ, այսինքն նախատեսված էր, որ 2015 թվականին պետք է արվի կոռուպցիոն ռիսկերի համապարփակ ուսումնասիրություն, հետագա տարիներին 16-ից սկսած արդեն պետք է տարբեր միջոցառումներ իրականացվեն, բայց ցավոք մինչ օրս այդ միջոցառումների ծրագիրը կարծես թե չկա։ Այսինքն ծրագրից բավականին հետ ենք ընկնում այն առումով, որ արդեն կեսը անցել է ծրագրի 15-18-ի, 17 թվականն է արդեն, բայց դեռ մինչև հիմա որևէ փաստաթուղթ չկա։ Այս մասը երևի թե բաց թողնեմ, Սոնան նշեց արդեն, որ տարբեր հետազոտության տվյալներով կրթությունը տարբեր տարիների իհարկե դիրքը փոխվել է, հայտնվել է եւ առաջին եռյակի մեջ կոռումպացված ոլորտների, ինստիտուտների, ամեն դեպքում որտեղ էլ որ դիրքը լինի, 5-րդը լինի, 4-րդը, թե 3-րդը բավական բարձր դիրքերում է։ Ոլորտի հետաքրքիր հետազոտություններից մեկին եմ ուզում անդրադառնամ, որ բավականին համապարփակ ու մանրամասն վերլուծություն է հրավիրյալ մասնագետի Միխայլո Միլովանովիչի գլխավորությամբ գործող թիմն է իրականացրել, առանձնացվել են 4 հիմնական առավել հաճախ հանդիպող կոռուպցիոն խնդիրներ՝ մասնավոր պարապմունքները դպրոցում, կրթության ոլորտի քաղաքականացվածությունը, իսկ ավելի կոնկրետ կուսակցականացվածությունը դպրոցի տնօրենների, ղեկավար կազմի, ուսուցչական կազմի նշանակումների հետ կապված չարաշահումները եւ ուսումնական առաջադիմության սխալ գնահատում, այսինքն գնահատականների անհիմն ցածրացում կամ բարձրացում։ Հիմա արդեն մեր հետազոտության մեթոդաբանության մասին իրականացրել ենք որակական հետազոտություն, որպեսզի ժամանակ խնայեմ ու շատ մանրամասն կանգ չառնեմ, մի մասը կարող եք տեսնել էկրանին, ամբողջը չկարդամ, հանդիպել ենք ոլորտի փորձագետների հետ, նախարարության ներկայացուցիչների, դպրոցի տնօրենների, ուսուցիչների, աշակերտների, այսինքն բոլոր հնարավոր խմբերի, որ ենթադրում ենք, որ կարող են այս խնդրի վերաբերյալ մեզ կարևոր տեղեկատվություն տալ։ Դասագրքերի շրջանառու հիմնադրամ, հրատարակչություններ, ներառական կրթությամբ զբաղվող փորձագետներ եւ այլն։ Որակական հետազոտության առնչվող հիմնական տարածված քննադատություններից մեկն այն է, որ եւ իրավացի քննադատություն, որ սա չի ապահովում թվային տվյալներ եւ հաճախ երբ որ ներկայացվում են ուսումնասիրության արդյունքներ, միշտ այդ խնդիրը հնչում է, որ որակական հետազոտությունը մեզ ցույց է տալիս ուղղակի ինչ-որ ռիսկ, խնդիր, բայց դրա տարածվածության մասին բան չի ասում։ Այդ մտահոգությունից ելնելով, որպեսզի որոշ չափով կանխենք նման արդարացի ուրեմն մտահոգությունը, մենք մեր հետազոտության շրջանակներում արդեն հետազոտությունը երբ որ ընթացքի մեջ էր, ներառեցինք նաև քանակական բաղադրիչ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ժուրնալիստների ասպարեզ ակումբին, ակումբի աջակցությամբ գործող քաղաքացիական երիտասարդական կենտրոնները Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում էին հետազոտություն եւ մենք հնարավորություն ունեցանք օգտագործել այդ առիթը եւ հարցաթերթերում բավականին մեծ
մաս ներառել նաև մեր հետազոտության խնդիր հանդիսացող կոռուպցիոն ռիսկերի։ Ընթացքում նաև այդ քանակական արդյունքներով կփորձենք ամրապնդել, փոխլրացնել մեր որակական հետազոտության արդյունքները։ Հիմա արդեն ըստ թեմաների առաջին ուղղությունը, ուրեմն 3 ուղղություն ունենք՝ վճարովի պարապմունքներ, ներառական կրթություն եւ դասագրքերի տպագրություն։ Հիմա առաջին ուղղության անդրադառնանք վճարովի պարապմունքներին։ Նախ պետք է նշել, որ վճարովի պարապմունքը ինքնին չարաշահում չէ, ինչ որ վատ բան չէ, աշխարհի բոլոր երկրներում սա կա, կան երկրներ, որտեղ մակարդակը ավելի բարձր է, ավելի շատ աշակերտներ են պարապում կրկնուսույցների մոտ, քան Հայաստանում, այդ թվում նաև որոշ եվրոպական երկրներում։ Այսինքն դա ինքնին խնդիր չէ, խնդիրը այն տեսանկյունից, որ այստեղ կարող է լինել շահերի բախում, չարաշահում, միտումնավոր ուղղորդում եւ այլն։ Այսինքն մենք դիտարկել ենք սա շահերի բախման տեսանկյունից։ Մի քանի տվյալներ, որպեսզի տեսնենք, թե ինչ չափի է հասնում, օրինակ մեր գործընկեր կազմակերպության 2016 թվականի հետազոտությունը, համայնքների ֆինանսիստների միավորման 14 թվականի հետազոտությունը, թվերը էկրանին տեսնում եք, բավական բարձր են։ Օրինակ 12-րդ դասարանում, Երևանում եւ մարզերում 60%-ը պարապում է կրկնուսույցների մոտ։ Միայն մարզերում ըստ 16 թվականի տվյալների մոտ 52%-ն է պարապում եւ օրինաչափ է, որտեղ Երևանում հասկանում ենք, որ ավելի շատ են պարապում։ Երևանում ավելի բարձր է, քան 60%-ը եւ միջինացված թիվը ստացվում է 60%։ Այստեղ երևի ամենացածը 18%-ն է, այն էլ 10-րդ դասարանը, դրանից մնացած թվերը տեսնում ենք, որ գրեթե բոլորն էլ 30%-ից բարձր են, այսինքն յուրաքանչյուր երրորդ աշակերտը ավագ դպրոցում պարապում է կրկնուսույցի մոտ։ Սա արդեն մեր գործընկերոջ իրականացրած կազմակերպությունը, տեսեք ընտրանքի մեջ, եթե չեմ սխալվում, 380, ճիշտ եմ հիշում, 380 ծնող ենք ընդգրկել եւ նրանց երեխաների տվյալներն են ներկայացված, օրինակ 10-րդ դասարանում ունենք ընտրանքում 17 աշակերտ ծնող եւ նրանցից 5-ը պարապում են։ 21 հոգի 11-րդ դասարան, 31 հոգի 10-րդ դասարանից 15-ը պարապում էին։ Այսինքն ուղիղ կեսը մեր ընտրանքի։ Ավարտական դասարանում 12-ում 27 հոգի ունենք ընտրանքում, 14-ը 50%-ից էլ մի փոքր ավելի պարապում էին։ Այսինքն տեսնում ենք ինչքան բարձր են այստեղ թվերը։ Վճարներն էլ են խնդիր, որովհետև օրինակ ավագ դպրոցում վարձավճարի միջին չափը, այդ մասին էլ ենք հարցրել, մոտ 16600 դրամ է։ Միգուցե առաջին հայացքից շատ բարձր թիվ չի թվում սա, բայց հաշվի առնելով աղքատության մակարդակը, շատ ընտանիքների համար սա զգալի բեռ պետք է համարել։ Ընդ որում սա միջինն է, ավելի բարձր էլ կա։ Լավ, իրավական կարգավորումների վերաբերյալ կառավարության 1392 որոշմամբ հաստատված է թույլատրված է դպրոցներին իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում նաև վճարովի լրացուցիչ հանրակրթական ծրագրեր իրականացնել։ Բայց այստեղ մի կարևոր բան կա, կարմիրով նշված հատվածներին կարող եք ուշադրություն դարձնել, որ այդ լրացուցիչ կրթական ծրագրերը պետք է չհամընկնեն առարկայացանկում ներառված առարկաների, դասընթացների հետ։ Եվ սա մի կողմից հասկանում ենք, որ դրական բան է, այսինքն այս որոշումը նաև կանխարգելում է, որ գործառույթների կրկնություն լինի միևնույն հաստատության կողմից, վճարովի եւ անվճար հիմունքներով, մյուս կողմից էլ սահմանափակող ազդեցություն ունի, որովհետեւ դպրոցները, երբ որ ուզում են ինչ-որ լրացուցիչ պարապմունք կազմակերպել օրինական հիմքի վրա, պայմանագրի հիմքի վրա, արդեն սահմանափակված են, որովհետեւ նույն առարկայից չեն կարող, օրինակ չեն կարող մաթեմատիկայից կազմակերպել լրացուցիչ կրթական ծրագիր նույն ուսումնական ծրագրով։ Դրա համար գտնում են, չգիտեմ, ինչ-որ շրջանցման ուղիներ կամ ամենատարածված ձևը ուղղակի չեն ձևակերպում։ Առաջ անցնելով ասեմ, որ օրինակ Երևանում ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների ընդամենը 10 դպրոցում է, որ այս պրակտիկան գործում է, այսինքն պայմանագրի հիման վրա լրացուցիչ կրթական ծրագրի իրականացումը։ Տեսնում ենք ինչքան քիչ է տարածվածությունը։